Այսօր շոում են Արամ Մելիքյանի ավագ որդու Արիի վերջին զանգն է։ Արին ավարտել է 9-րդ դասարանը։ Այս առիթով ընտանեկան էջում հրապարակել են կադրեր, որոնք առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Մելիքյանը նշել է իր 40-ամյակը։ Հոբելյանական օրը նրա համար առանձնահատուկ է եղել ոչ միայն ջերմ շնորհավորանքներով ու ընտանեկան մթնոլորտով, այլև ինքն իրեն արած շքեղ նվերով։ Արամը ձեռք է բերել վերջին մոդելի գերշքեղ մեքենա, որի մասին պատմել է իր հետևորդներին հրապարակելով տեսանյութ։ Տեսանյութում նա խոսել է. «Ամբողջ կյանքում ասել են, որ 40-ամյակը չեն նշում։ Նշելը չգիտեմ, բայց որոշել եմ ինձ գժական նվեր անեմ»։ Հրապարակմանը կից շոումենը գրել է. «Անփորձանք ախպերս»։ Հետևորդները հեղեղել են մեկնաբանությունների դաշտը, շնորհավորելով Արամ Մելիքյանին ոչ միայն ծննդյան օրվա, այլև նոր մեքենայի ձեռքբերման կապակցությամբ։ Սոցհարթակում հնչել են բազմաթիվ ջերմ ու դրական մաղթանքներ, որոնց շարքում առանձնացել է նաև Արամ Մելիքյանի մայրիկի հուզիչ շնորհավորանքը։ «Շնորհավորում եմ գանձես, բոլոր ձեռքբերումներդ քո քրտնաջան աշխատանքի արդյունքն են։ Ապրած 40 տարիները կրկնապատկվեն և էլ ավելի ավելանան։ Տիրոջ օրհնությամբ վայելես կյանքիդ ամենամեծագույն նվերը՝ ընտանիքդ։ Շնորհակալ եմ Տիրոջը քեզ համար»։ Մայրիկի այս խոսքերը հատկապես հուզել են հետևորդներին, որոնք ևս միացել են շնորհավորանքներին, մաղթելով, որ Արամի նոր ձեռքբերումները լինեն միայն հաջողությունների և նոր հաղթանակների սկիզբ։ Չի նշվում, ես ամբողջ կյանքում ասել են, որ 40-ամյակը չի նշվում, ես նշելը չգիտեմ, բայց որոշել եմ ինձ գժական նվեր անել։ Բարև ձեզ, ես նոր Արամի մեքենան եմ, Արամ ջան շնորհավոր։ Նշենք, որ վերջին շրջանում Արամ Մելիքյանը եղել էր կյանքի ճանապարհին հաղորդման հյուրը։ Բազմազավակ հայր, ընտանեկան հոգս և ծանրաբեռնվածություն, ինչ անեն, նշեց, որ անցնում է դժվար փուլով։ Որպես տղամարդ իմ կյանքում շատ կարևոր փուլ է։ Ես չեմ ուզում կորցնել իմ երիտասարդությունը, էներգիան, խարիզման, բայց դրա հետ մեկտեղ պետք է կարողանամ հաղթահարել, որ գնում եմ դեպի հասունություն և չեմ կարող անընդհատ ձգտել երիտասարդության։ Իմ տարիքի տղամարդու ձգտումը դեպի երիտասարդություն շատ վտանգավոր է։ Դու նայում ես կնոջդ, ով 38 տարեկան է, 2 անգամ ծննդաբերած և չասեմ քանի անգամ բալիկ կորցրած, դա էլ բերում է ֆիզիոլոգիական որոշակի դժվարության։ Դու տեսնում ես երիտասարդ աղջիկների, ովքեր կառուցվածքով, աչքերի կրակով քեզ տանում են դեպի 20-25 տարեկանը։ Քո կինը տանում է հասունություն, նենց չի քո կինը ծերա, չէ ինքն էլ է երիտասարդ, բայց նայելով իրան հասկանում ես, թե դու ուր ես և ուր ես գնում։ Հասկանում ես, որ քո կնոջ աչքերի փայլը այն պատճառով նույնը չի, որովհետև ինքը քեզ պարգևել է գոնե ֆիզիկապես 2 երեխա։ Դու դա պետք է գնահատես, էլի փայլ կա, բայց այդ փայլի մեջ հոգս կա, հոգատարություն, ծախսած էներգիա։ Եթե չես սիրում քո կնոջը, դու չես տեսնում այդ հոգատարությունը և տեսնում ես հասունությունը։ Եվ գնում ես դեպի երիտասարդներ, բայց ես տեսնում եմ կնոջս միջի այն կարևոր կետերը, որոնք ինձ լիաթոք երջանիկ են դարձրել։ Դարձնում ու կդարձնեն, բայց մեկ է պայքարը կա, չեմ խաբի։ Ինստագրամյան հարթակի ակտիվությունից խոսելով Մելիքյանն առանձնացրեց բացասական կողմը։ Ինձ թվում է մեր ընտանեկան բլոգը տալիս է ժպիտ։ Վստահաբար նույնիսկ իմ շատ ընկերների համար անընդունելի է ընտանեկան վիճակը դուրս հանելը։ Օգտակարի մեջ գոնե մի քիչ վնաս կա։ Ամեն դեպքում ունենք պատանի երեխաներ, դա որոշակիորեն իրենց վրա էլ է անդրադառնալու, երես են առնում։
Դու ուշադրության կենտրոնում ես եւ ինքնըստինքյան երես ես առնում։ Իրենք պետքա էդ հաղթահարեն։ Մի շրջան զգացի, որ երեխեքը երես են առնում, հետո հասկացա, որ էջը փակելով բան չի փոխվելու այդ առումով։ Ուսուցիչներն էին ուրիշ ձև վերաբերվում, ստիպված դպրոց ենք փոխել։ Հիմա իմ տղան գնում է սովորական դպրոց եւ շատ գոհ է։ Հերթական Երևանյան զբոսանքի ժամանակ նա գեղեցիկ կատարմամբ զարմացրել է անցորդներին, առաջարկում ենք դիտել տեսանյութն առանց մեկնաբանության։ Let it be. Wish the world wisdom. Let it be. And in my heart, darkness, she's standing right in front of me. Let me listen. Մարդը շատ փող աշխատում, իրեն սկսում են պետք գալ շատ կանայք, երբ կինն է շատ փող աշխատում, իրան էլ ոչ ոք պետք չի։ Մելիքյանների ինստագրամյան էջը շարունակում է ակտիվ մնալ զվարճալի հոլովակներով։ Օրերս ընտանիքը հրապարակել է եւս մեկ նոր տեսանյութ, որն էլ առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Հարց ունեմ քեզ։ Իմ հիմա սխալներն իմանալով հանդերձ Էլի մեկ կամուսնանայի։ Հա։ Լավ։ Սաղ իմանալով հանդերձ։ Հա, ասեցի վեդրս նացրեջարად։ Հա, կամուսնանայի։